Անչափահաս սպորտսմենները մարզումից հետո տուն էին գնում Հրազդանի կիրճով, երբ Նիսանը դուրս եկավ հանդիպակաց գոտի եւ վրաերթի ենթարկեց 3 ընկերներին։ 43-ամյա վարորդի աչքն էր կպել։ Որտեղ քայլենք մայք չկար։ Փողոցի ոնց որ ծերն են քայլում, բայց նենց են քայլում, որ հանդիպած ավտոն մենք տենայինք։ Տենց էլ վարորդի աչքը կպավ, եկավ հետևից հարվածեց մեզ։ Ճակատը սա բացվե ու երկու հատ էլ գլխից վերանա բացվե, թևս ասենց ճղվե բան կարել են։ Իմ մոտ վնասվել է մեջքս ու ոտքերս։ Իմ ուշքը գնացել էր այնտեղ, ես բան չեմ հիշում։ Ամենաշատը Գագիկն է տուժել, կոտրվել է տղայի ողնաշարը, բժիշկներն ասում են կառողջանա, լավ է պրծել։ Սրտնեղում է, որ 1 տարի սիրելի մարզաձևով չի կարող զբաղվել։ Սամբոյ ոնց որ մի տարի չեմ կարա գնամ, քաշբան չեմ կարա բարձրացնեմ մի տարի մոտ։ Տղաները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են տեղափոխվել միջին ծանրության վնասվածքներով։ Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավարի խոսքով ծանր վերքեր, կոտրվածքներ են ունեցել տղաները, բայց արդեն լավ են, շուտով դուրս կգրվեն ու բուժումը կշարունակեն տանը։ Փառք Աստծո, բոլորի մոտ էլ հայտնաբերել են կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ։ Մի երեխայի մոտ հայտնաբերվել էր ճակատային շրջանի բավականին մեծ պատառված վերքեր եւ մարմնի եւ վերջույթների շրջանում քեսվածքներ, մյուս երեխայի մոտ հայտնաբերվել էր ողնաշարի կսկային հատվածի մի քանի ողնի առաջաշրջանի կոմպրեսիոն կոտրվածքներ եւ երրորդ երեխայի մոտ միայն քեսվածքներով, մակերեսային վերքերով։ Տղաները շատ էին վախեցել, ասում են ծնողները։ Կարենին հենց որդին է զանգել, պատմել դեպքի մասին։ Ստրեսը շատ մեծ է։ Ինչեր ենք մենք ապրել, մենք ինչեր ենք ապրել, իսկ երեխաների դեմքին նայելով, ահա որ դաժով գալիս էր տեսակցություն, ասում էր, ինչ ձևի վախեցած են։ Ցերեկվա ժամը 16-ի ժամանարում ինչու պետք է քնած լինել եւ ինչու պետք է մեր երեխաները հայտնվեին այսպիսի իրավիճակում, ինչի հետևանքով բազմաթիվ խնդիրներ կունենամ, սա մեծ հետք է թողնելու։ Նիսանի վարորդը զանգել է ծնողներին, ասել, որ ղեկին քնել է։ Զանգելա ներողությունա խնդրել, հարցրել եմ, ասելա քնած եմ եղել։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։